երեխեք, հլը տեսնենք տատիկս այսօր ինչա պատրաստում։ Բարի երեկո, ժողովուրդ ջան։ Այսօր պատրաստում եմ ծովախեց գետիններ, չգիտեմ հայերեն ոնց են ճիշտ անունը չգիտեմ։ Հա, հաճախորդը էս է պատվիրել, հաճախորդի համար էս եմ պատրաստում։ Հիմա պատրաստում եմ ծովախեց գետինի գջեպները լրիվ հանեցի։ Հիմա դրել եմ մի քիչ յուղի մեջը տապակվի, թումյան եմ գցել, որպես համեմունք թումյան եմ վերցնում մենակ ձկան համար։ Մենակ թումյան։ Հասկացանք։ Վերցնում եմ սպիտակ գինի, մի քիչ սպիտակ գինի եմ ավելացնում։ Հիմա մի քիչ թողնում ենք էսի յուղի մեջը տապակվի ու նախորոք խորոված արած բանջարեղեն ունեմ, բաննա, կաբաշկա չէ, ինչ անունը, նախորոք խորոված ունեմ դդմիկ, բուլղարական պղպեղ և սունկ, պատրաստի վիճակում, հիմա ես կվերցնեմ, ամեկից միմի կտալ, այսպես, վերցնում եմ կանանչ սող, հիմա, մի քիչ կանանչ սող, մի երկու հատ փոքր լոլիկներ, գույնի համար, ուղղակի, և նախորոք պատրաստած սխտորի ծետ, սխտորի ծետի մեջ, համի համար, այս բոլորը հիմա արդեն պատրաստ է, արդեն ես կարող եմ մեր բանջարեղենը լցնել ձկան վրա, ժողովուրդ ջան, տեսեք ինչքան հեշտ, րոպեների ընթացքում պատրաստ ալնի, պատրաստ, րոպեների ընթացքում, հիմա մի քիչ գազ եմ տալիս, կրակին, Ինչ համով է երևում, շատ համով է, ասեմ իմանաք ժողովուրդ ջան, բերանի մեջ հալվում է, այնքան համով է, ժողովուրդ ջան, այդ որ ասում եմ, ուրեմն 100%-ով համոզված եղեք։ Վերջացրեցի, արդեն պատրաստ է։ Արդեն պատրաստ է, հիմա բանը հացն ու դիպը պատրաստել։ Սա մեր ուտեստի վերջնական տեսքն է, ժողովուրդ ջան, հիմա կարող ենք մատուցել մեր հաճախորդին, անհամբեր սպասում է, թե ինչպես իրա բերանի մեջ մեր ուտեստը պետք է հալվի։